Ողջույն։ Հավանաբար ժամանակակից մարդիկ ավելի վաղ են Եվրոպա եկել, քան մենք սովոր էինք կարծել, ու խոսքը դարերի մասին չէ, այլ հազարամյակների։ Բուլղարական Կոզառնիկա քարանձավից ստացված նոր տվյալները վկայում են, անատոմիապես ժամանակակից տիպի մարդիկ կարող էին բնակություն հաստատել հարավ-արևելյան Եվրոպայում արդեն մոտ 50,000 տարի առաջ։ Երկար ժամանակ գիտության մեջ գերիշխում էր զգուշավոր գնահատական։ Սապիենսները Եվրոպայում են հայտնվել մոտ 40,000 տարի առաջ, սակայն վերջին տասնամյակի ընթացքում այդ սահմանն աստիճանաբար տեղաշարժվում է դեպի ավելի հին ժամանակներ։ Գնալով ավելի շատ գտածոներ վկայում են Եվրոպայում ժամանակակից տիպի մարդու ավելի վաղ ներկայության մասին։ Կարևոր հուշարձանների թվում է ֆրանսիական Մանդրենը, որտեղ հայտնաբերվել են մոտ 54,000 տարեկան ատամ եւ քարե գործիքներ, սակայն այս տվյալներն առայժմ քննարկման առարկա են։ Այդուհանդերձ մոտ 45,000 տարեկան գտածոներն արդեն լավ հաստատված են։ Օրինակ բուլղարական Բաչոկիրո քարանձավում հայտնաբերվել են ոչ միայն արտեֆակտներ, այլև մարդկային ոսկորներ։ Նույն տարիքի նյութեր հայտնի են նաև չեխական Զլատիկուն ու գերմանական Իլզենհյոլե հուշարձաններից։ Գենետիկական հետազոտությունները հաստատում են մոտ 45-ից 46,000 տարի առաջ ժամանակակից մարդիկ արդեն անկասկած ներկա էին տարածաշրջանում։ Այժմ այս պատկերին ավելանում է Կոզառնիկան։ Քարանձավի ուսումնասիրությունը սկսվել է գրեթե 100 տարի առաջ։ Այս ընթացքում հնագետները հայտնաբերել են ստորին, միջին եւ վերին պալեոլիթի մշակութային շերտեր, այսինքն հետքեր, որոնք ընդգրկում են հսկայական ժամանակային միջակայք։ Նոր աշխատության մեջ Վիեննայի համալսարանի միջազգային թիմը կենտրոնացել է ամենահետաքրքիր ժամանակաշրջանի միջին պալեոլիթից վերին պալեոլիթ անցման վրա։ Սա այն ժամանակաշրջանն է, երբ Եվրոպայում աստիճանաբար անհետանում էին նեանդերթալացիներն ու հայտնվում կրոմանյոնցիները, մեր տեսակի վաղ ներկայացուցիչները։ Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել վերին պալեոլիթի սկզբնական փուլին։ Ենթադրվում է, որ հենց դրա հետ են կապված սապիենսների ներկայության առաջին կայուն հետքերը։ Այնուամենայնիվ, այս վաղ համալիրների եւ ավելի ուշ ավանդույթների մշակութային շարունակականությունն առայժմ ամբողջությամբ ապացուցված չէ, ուստի առանցքային դեր է խաղում ճշգրիտ թվագրությունը։ Գիտնականներն ընտրել են ավելի քան 100 նմուշ, հիմնականում մարդկային մշակման հետքերով կենդանիների ոսկորներ։ Սա կարևոր է։ Նման հետքերը հաստատում են, որ ոսկորները կապված են մարդկային գործունեության հետ, ոչ թե պատահաբար են հայտնվել շերտում։ Արդյունքում հաջողվել է ստանալ 37 նոր ռադիոածխածնային թվագրություն։ Դրանք ցույց են տվել, որ Կոզառնիկայի վերին պալեոլիթի սկզբնական շերտը ձևավորվել է 50-ից մինչև 44,9 տարի առաջ ընկած ժամանակահատվածում։ Մաթեմատիկական մոդելավորումը ճշգրտել է քարանձավի բնակեցման հավանական սկիզբը մոտ 49,960 տարի առաջ էր։ Սա շատ ավելի վաղ էր, քան հարավ-արևելյան Եվրոպայի համար նախկին գնահատականները։ Բացի այդ, քարանձավը մարդկանց կողմից օգտագործվել է նաև ավելի ուշ ժամանակներում։ Թվագրությունը ցույց է տալիս այցելությունների մի քանի ալիք՝ մոտ 44-ից 40, 39-ից 36, 33-ից 30 ու 29-ից 26,000 տարի առաջ։ Այս ընթացքում այստեղ կուտակվել են բազմաթիվ արտեֆակտներ, քարե գործիքներից մինչև սիմվոլիկ մշակույթի առարկաներ, այդ թվում անտրոպոմորֆ արձանների բեկորներ։ Այս ամենն աստիճանաբար փոխում է Եվրոպայի վաղ պատմության մասին մեր պատկերացումները։ Հավանաբար սապիենսների տարածումը մայրցամաքով ոչ թե կտրուկ ներխուժում էր, այլ բարդ ու ժամանակի մեջ ձգված պրոցես։ Ու հարավ-արևելյան Եվրոպան հնարավոր է ավելի կարևոր դեր է խաղացել դրանում, քան կարծում էինք նախկինում։ Մարմինը պատրաստ է քնի, իսկ ուղեղը ոչ։ Ծանոթ իրավիճակ է։ Ուշ գիշեր հոգնածությունը կուտակվում է, սակայն մտքերը շարունակում են հոսել ծրագրեր, հիշողություններ, անհանգստություններ, ամեն ինչ պտտվում է գլխում, կարծես դեռ կեսօր է։ Գնահատականների համաձայն քրոնիկ անքնությամբ տառապում է մարդկանց մոտ 10%-ը, իսկ տարեցների շրջանում մինչև 1/3-ը։ Հարավային Ավստրալիայի համալսարանի հետազոտողներն առաջարկել են բացատրություն, թե ինչու ոմանց ուղեղը բառացի չի կարողանում անջատվել։ Պատասխանը ըստ նրանց ներքին կենսաբանական ժամացույցի ցիրկադային ռիթմերի աշխատանքն է։ Հետազոտությանը մասնակցել է 32 տարեց մարդ, 16-ը քրոնիկ անքնությամբ, 16-ը առանց քնի խանգարումների։ Գիտափորձի մասնակիցներին 24 ժամ անընդմեջ թողել են արթուն ամբողջությամբ վերահսկվող պայմաններում։ Կիսամութ սենյակ, առանց պատուհանների, ոչ ժամացույց, ոչ հեռախոս, սնունդը խստորեն ըստ ժամանակացույցի, ոչ մի ֆիզիկական ակտիվություն, հեռացվել է այն ամենը, ինչ կարող էր օրգանիզմին մատնանշել օրվա ժամը։ Գիտնականները ցանկանում էին տեսնել ներքին ժամացույցի մաքուր աշխատանքը առանց արտաքին հուշումների։ Յուրաքանչյուր ժամը մեկ մասնակիցները հարցաթերթիկ էին լրացրել, նրանք նշել են ինչի մասին են մտածում, որքանով են կառավարելի իրենց մտքերը, ինչ էմոցիոնալ ֆոն ունեն։ Նման կերպ հետազոտողները կազմել են կոգնիտիվ ակտիվության մանրամասն օրական քարտեզ։ Արդյունքները հետաքրքիր են։ Երկու խմբում էլ պահպանվել է արտահայտված ցիրկադային ռիթմ։ Ցերեկը կոգնիտիվ ակտիվությունն ավելի բարձր էր, առավոտյան այն անկում էր ապրում։ Սակայն անքնությամբ տառապողների մոտ այս ռիթմը նկատելիորեն շեղված է եղել։ Նրանց կոգնիտիվ ակտիվության գագաթնակետը ուշացել է մոտ 6.5 ժամով։ Սա նշանակում է, որ այն պահին, երբ օրգանիզմն արդեն ֆիզիոլոգիապես պատրաստվում է քնի, ուղեղը շարունակում է աշխատել ցերեկային ռեժիմով։ Առողջ մարդկանց մոտ երեկոյան մտածողությունը բնական ձևով փոխվում է։ Այն ավելի քիչ է ուղղված խնդիրների լուծմանը, ավելի ցրված է
անջատված։ Կատարվում է սահուն անցում դեպի վիճակ, որը հեշտացնում է քնելը։ Անքնությամբ տառապողների մոտ այս անցումը հետաձգված է։ Ուղեղն ավելի երկար է ակտիվ, նպատակաուղղված երբեմն նույնիսկ լարված մնում։ Պարզ ասած, խնդիրը կարող է լինել ոչ միայն անհանգստությունը կամ սովորությունը, այլ ներքին ժամացույցի ապասինխրոնացումը։ Նման մարդկանց մոտ գիշերային լռության ռեժիմը չափազանց ուշ է միանում։ Այս տվյալները թույլ են տալիս նոր հայացք նետել անքնության բուժմանը։ Հնարավոր է որոշ դեպքերում ավելի կարևոր է ոչ թե անկողին մտնելուց առաջ անհանգստության մակարդակը նվազեցնելը, այլ ցիրկադային ռիթմի վրա աշխատելը լուսավորության, արթուն ռեժիմի, ակտիվության, ժամանակի միջոցով։ Պատկերացրեք, որ մասնիկը A կետից B կետն անցնում է ոչ թե մեկ հետագծով, այլ բոլոր հնարավոր հետագծերով միաժամանակ։ Սա է հետագծերի ինտեգրալը Ռիչարդ Ֆեյնմանի առաջարկած գաղափարը։ Քվանտային մեխանիկայում մասնիկը չի ընտրում միակ ճանապարհը, այն փորձում է յուրաքանչյուր հնարավոր երթուղի, իսկ վերջնական հավանականությունը ստացվում է որպես այդ բոլոր ճանապարհների ներդրումների գումար։ Յուրաքանչյուր հետագիծ ավելացնում է իր ներդրումը որոշակի ֆազայով։ Այնտեղ, որտեղ ֆազաներն ուժեղացնում են միմյանց, հավանականությունը մեծ է, որտեղ մարում են, այն գրեթե 0 է։ Հենց այսպես է քվանտային աշխարհը բացատրում շարժումը ոչ թե միակ ճիշտ պատասխանի, այլ անսահման թվով հնարավորությունների ինտերֆերենցիայի միջոցով։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։